ինչու են տատիկ պապիկները, մեր տատիկ պապիկները, այսօրվա տատիկ պապիկները շատ կենտրոնացած սննդի վրա։ Նույնիսկ կատակներ կա, չէ, որ տատիկը թորան ամենակարևորը կերակրի, զուտ ինչ որ գուցե մշակութաբանական տեսակետից, ինչու է կերակրվելը սննդառությունը այդքան կարևոր այդ խավի համար, այդ տարիքային խմբի համար։ Տեսեք, նախ մի քանի կարևոր հանգամանք, որը որ կուզեի շեշտադրել, հաշվի առնելով, որ մեր աշխատանքը այնուամենայնիվ մարդկանց հետ է, որովհետև մենք ամեն տարի իրականացնում ենք մարդկանց սննդակարգի, մարդկանց սննդային սովորույթների ուսումնասիրություն եւ մեր կենտրոնի առանձնահատկությունը այն է, որ մենք հետազոտություններ իրականացնում ենք տարբեր սեռատարիքային խմբերում եւ հետագայում փորձում ենք նաեւ դրան գիտական հիմնավորումներ տալ, այդ օրինակ տարբեր սեռատարիքային խմբերում սնման սովորույթների առանձնահատկության հետ կապված, տարիքի կապը, օրինակ տարբեր սնման սովորույթների եւ իսկապես շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստանում եւ պետք է մի ուրախալի լուր հայտնեմ այս առումով իսկապես շատ կարեւոր է որ անգամ կապ կա երեխաների սննդակարգի եւ թե ընտանիքում տատիկ պապիկ կան թե չկան շատ հետաքրքիր է շատ կարեւոր այսինքն երբ որ տատիկ պապիկը ամենայն հավանականությամբ երեխաներ ավելի լավ են սնվում հետեւողական կա դրսի սնունդն է քիչ նախ կարեւոր իսկապես շատ կարեւոր առանձնահատկություններ կան տեսեք տատիկները եւ պապիկները բնականաբար շատ սիրում են իրենց թորնիկներին բայց երբ իրենք մեծանում են եւ արդեն թորնիկների խնամքով են զբաղվում իրենք դառնում են շատ ավելի մեղմ Եվ այդ ամեն ինչը պարզ է նաև մեր ընտանիքներում օրինակ իմ ծնողները երբեք իրենց երեխաների հետ չեն եղել այդքան բարի ինչքան որ թորնիկի հետ եւ իսկապես դա կապված է նաև մարդու տարիքի ֆիզիոլոգիական process-ի հետ բայց ինչպես է դա կապվում արդեն սնման սովորույթների հետ իդեպ ասեմ նաև քննարկել ենք տարբեր դպրոցների եւ մանկապարտեզների հետ գիտեք այս տարի մենք մանկապարտեզներում եւս ունենք փոփոխություն սննդակարգի շատ կարեւոր շատ առանցքային Ուզում եմ հենց դա կապեմ մեր ընտանիքների հետ։ Ես հաճախ երբ գնում եմ դպրոցներ, որպեսզի քննարկեմ ճաշարարանների պատասխանատուների հետ, բոլորը նշում են մի կարևոր հանգամանք, որ ընտանիքներում կա տատիկ եւ պապիկ, երեխաները ավելի բազմազան խոհանոցի են սովոր։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև 21-րդ դարում հատկապես դե ես աշխատանքի բնույթով Երևանում եմ ավելի շատ լինում, մարզեր չեմ կարողանում մեկնել գործուղման։ Իսկ Երևանում գիտեք, կանայք շատ ծանրաբեռնված են աշխատանքով։ Իսկ այստեղ եւս կապ կա, որքան կինը ծանրաբեռնված է, իր աշխատանքային գրաֆիկը որքան ծանրաբեռնված է, նա ունի նաև բազմաթիվ այլ խնդիրներ, երեխաներին հասցնելու խմբակ, դպրոց, մանկապարտեզ։ Այնքան քիչ է եփում, այնքան քիչ է ժամանակ տրամադրում, այսինքն դա շատ նորմալ process է, որ ավելի տանը լինում են կիսաֆաբրիկատներով հարուստ ուտելիքներ, ժամանակ չի մնում տաք ճաշիկներ պատրաստելու, թարմ աղցաններ պատրաստելու, ինչը արդեն ազդեցություն է ունենում նաև երեխայի սննդակարգի վրա, որտեղ երեխան հետ է վարժվում, տաք ճաշիկ ուտելուն կամ թարմ աղցաններ օգտագործելուն, տատիկը եւ պապիկը որպես այդպիսին բնականաբար տանն են, ավելի շատ ժամանակ ունեն հատկացնելու այդ ամեն ինչին եւ ամենակարևորը, որը որ մեր սնման սովորույթների հետ կապված, եթե մենք հետ գնանք իսկապես մեր ավանդական խոհանոցին, ապա կնկատենք, որ մեր ազգային եւ ավանդական խոհանոցը աչքի է ընկել իր բազմազանությամբ եւ իր օգտակարությամբ։ Ցավոք սրտի, որքան մենք կտրվում ենք մեր նախկիններից, մեր պատմամշակութային ժառանգությունից եւ ակունքներից, այո, մենք ցավոք սրտի բախվում ենք մի շարք սննդային սովորույթների խախտման հետ եւ դա օրինակ մի քանի դեպքով, օրինակ բերեմ։ Հիմա օրինակ մեր հետազոտությունները, եթե մենք այսպես բաց, քարտեզի նման բացում ենք, մենք երբեք բարձր տարիքային խմբերում չենք ունենում օրինակ գազավորված ըմպելիքների չարաշահման կլաստերներ, որ օրինակ այդ չարաշահում են։ Էներգետիկ ըմպելիքների գրեթե կիրառություն, գործածություն չունենք, այսինքն այստեղ էլ այնքան հստակ է, չեն օգտագործում, չեն այդ մթերքներին։ Այսինքն սա մի շատ կարևոր հանգամանք է։ Երկրորդ մյուս կարևոր բանը, որ կա, ես միշտ այդ օրինակը եւս վերում եմ, երբ օրինակ մեր մեծահասակները ինչ որ մեկին երկար ժամանակ չեն տեսնում, ինչ են ասում են դարձել է նոր տարվա լիմոնադ։ Այսինքն նաև մարդկանց գիտակցության մեջ անգամ լիմոնադը որպես դժվար ճարվող եղել, այսինքն մշտապես այդ սնման սովորույթ որպես դարձնելը չի եղել եւ նաև այս առումով շատ կարեւոր է որ
քանի որ միրգը, բանջարեղենը մշտապես մեր սննդակարգի մաս է եղել եւ օրինակ հատիկեղենը, այս առումով շատ կարեւոր է նաեւ թե մենք ինչ աշխարհագրական, ծագում ունենք, սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ մեր ընտանիքը օրինակ հորական կողմը գավառից է եւ չնայած մայրիկս գավառից չի, բայց մեր գավառի խոհանոցը բնականաբար պահպանված է եւ դրա համար օրինակ ինձ համար եւս նորմալ է որ տանը մշտապես պետք է ունենանք, տաք ճաշատեսակ, այսինքն սա եւս շատ կարեւոր է։ Եվ այդ առումով կուզեի մի քանի օրինակ շեշտադրում անել մեր հատկապես 60 եւ պլյուս տարիքային խմբում, որ օրինակ նույն միրգը եւ բանջարեղենը երբ մենք նայում ենք երիտասարդների մոտ օրինակ խնդիր է մենք նկատում ենք որ միրգ բանջարեղեն կամ բազմաթիվ չեն սիրում եւ չեն օգտագործում օրինակ երիտասարդներ կան որ նաեւ այդ բանջարեղենի տեսականու առումով այնքան քիչ բազմազանություն են բանջարեղենի օգտագործում որ եթե այդ բանջարեղենի սեզոնը չի կամ այդ մրգի սեզոնը չի ապա նայում ես որ սննդակարգում անգամ այդ նվազագույն օրական 400 գրամ միրգը եւ բանջարեղենը չեն ապահովում իսկ արդեն մեր օրինակ 55 եւ պլյուս տարիքի խմբերում մենք նկատում ենք որ նրանք ավելի մրգի բանջարեղենի սպառման առումով իհարկե շատ ավելի նորմալ են սպառում ավելի քիչ խնդիրներ են ունենում բայց իհարկե հանուն արդարության պիտի ասեմ դա էլ ամռանը որովհետեւ ցավոք սրտի նաեւ սոցիալ-տնտեսական պայմանները մեծ նշանակություն ունեն Մարդու սննդակարգում Դավիթ, միշտ դրան անդրադառնալը մի հարց տատիկ թորնիկների բաց չթողնենք Պատկերավոր ասած տատիկ ունեցող թորնիկները քրչիկը ուտում են ավելուկով ճաշ ուտում են կամ շանս կա որ կուտեն բայց տատիկ պապիկները նաև մի ձեր ասած դասիրակության մեղմելու հետ զուգահեռ նրանք քաղցրեղենի չարաշահում են թույլ տալիս Այո ես հենց այդ մասով որ այո եւ եկեք կոչ անեք որ մի հյուրասիրեք մի տվեք եթե հատկապես գիտակից ծնողները թույլ չեն տալիս այս երևույթը կա շատ ժամանակ ինչ են անում սա ախր երևույթները ընդհանրապես ինչպես ասում են երկու կողմ են միշտ ունենում տեսեք բազմաթիվ տատիկներ եւ պապիկներ երեխային ասում են այս ճաշը կեր որ կոնֆետը տանք այսինքն նաեւ այդ կոնֆետը երեխայի համար դարձնում են որպես խրախուսանք բայց գոնե երեխային համոզում են որ մի փոքրիկ այդ ճաշից ասենք որ սննդային սովորույթները կարելի է բոլոր ցանկացած տարիքում փոխել առավել եւս 60-ից հետո աղա պակասեցնել շաքարը պակասեցնել եւ խնայել թորներին այո լսել Զավակներին խնայել թողներին չչարաշահել քաղցրը որտեվ նորից եմ ասում պարտադիր միշտ պետք է ցիտեմ պրոֆեսոր Սաղաթելյանին որտեվ ես իսկապես շատ եմ սիրում այս խոսքերը 3 սերունդ եւ 3 սերունդների ամենակարևորը ներդաշնակ եւ համերաշխ ապրելը սա իսկապես շատ կարևոր է որովհետեւ դա նաեւ սնման սովորույթների վրա է մեծ ազդեցություն թողնում այսինքն տատիկները այո անպայման պետք է մեկ ու մեկ էլ թորնիկներին երես տան Շնորհակալություն ես էլ եմ շնորհակալ